Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Նախքան այսօրվան հոգեվոր նախաճաշս ցեզի հրամցնելը, գուզեմ սիրելներ իմ խորասկաց շնորհակալություններ հայտնել եւ իմ եւ ձեր բոլորին անունով հոգեվոր քրոջ Անի Մարդիկյանին, որ Տեքսաս կաբրի, որ ամեն անգամ Աստուծո իրեն դված բարգեւով շնորհքով սրբանկարչությունը գկձե գուղարգե եւ ընդհանրապես սիրելներ հոգեվոր նախաճաշներուս ընթացքին միշտ իր սրբապատկերներեն գդեղատրեմ որբեսի դուգալ վայելեք այս սրբանկարչությունը 3 երեգոյանը ստացա գբատկերացնել սիրելներ սուրբ երրորդությունը հայոց Թրոշագի հայոց Թրոշի 3 գույներով ներկայացված հայր Աստվածը որբես հինավուրց որբես մեծ իր ցերքին խավազան բռնած որ խորտանիշ է իր հովվաբեդության նախախնամության գարմիր գույնով եւ սպիտակով սպիտակը միշտ սրբության գույն է գարմիրն Աստվածային գույն է գողքին աչին Տեր Հիսուս Քրիստոսը Աստուծո միածին որդին որ գաբույթ հակած է եւ սպիտակով դարձյալ սպիտակը որպես խորտանիշ սրբության գաբույթը նաեւ խորտանիշ իր աստվածության եւ մարդկության եւ ցերքին խաչը որ խորտանիշ է մեզի համար իր գրած դարաբանկին եւ մեր փրկության իմաստին որովհետեւ Քրիստոսի խաչով է որ մենք փրկվեցանք եւ վերջապես Սուրբ Օքին սիրելներ աղավնագերբ երբ հանգեցավ Տեր Հիսուս Քրիստոսի վրա մգրդության ժամանակ նարնջակույն գույնով գրագի գույնով որովհետեւ ինք ռեղեն լեզուներով հանգեցավ արաքյալներուն վրա եւ նաեւ սպիտակ խորտանիշ իր սրբության աստվածության շրջապատված է Սուրբ երրորդությունը ամբերով ամբը խորտանիշ է աստվածաշունչի մեջ Աստուծո ներկայության անոնց ոտքին դա կգտնվի դիեզերքը կամ աշխարը հետևաբար Աստուծո ստեղծագործության իմաստը ունի եւ նաեւ նախախնամությունը որովհետեւ Աստուծո Տեր Հիսուս Քրիստոսի ցերկերը դիեզերքին վրան են նախախնամեն եւ աբա հրեշտակներն են որ կրգած են ստեղծագործությունը որոնք ստեղծվեցան Աստուծո ծառայող իբրև հոգիներ Աստված շնորհքներ տված է բոլորի սիրելներ Երանի այդ շնորհքները իր փառքին համար կործածենք եւ ահավասիկ անիքույրը Աստուծո իրեն դրված շնորհքը սկսավ օգտագործել սրբանկարչություններ գծելով Աստված թող օրհնե իր զինք իր ամուսինը իր զավակները իր թորները երկար առողջ կյանք տա որբեսի միշտ այսպիսի սրբապատկերներով Աստված փառավոր է Սիրելներ մեծ բակի օրերուն ըսիցեսի որ պիտի խոսիմ Աստվածաշունչի մասին եւ անցնող քանիմը սերդողության ընթացքին ցեզի սիրելներ ներկայացուցի թե ինչ է Աստվածաշունչը թե Աստվածաշունչը Աստուծո խոսքն է Աստուծո նկարագրի մասին կպատմե Աստծո սրբության արդարության մասին կպատմե նաեւ սիրելներ բացատրեցի որ Աստվածաշունչը երկու քիրքերը կփաղկանա 5 դագարան կամ 5 ուխտ եւ նոր դագարան եւ նոր ուխտ ասի նաեւ որ Աստվածաշունչը 5 դագարանը ոչ միայն քրիստոնյաներուն այլ նաեւ հրեության եբրայեցներուն սրբազան քիրքն է իսկ նոր դագարանը նաեւ սիրելներ ճշմարտությունն է 5 դագարանին ամբողջացումն է հետեւաբար նաեւ քրիստոնեության սրբազան քիրքն է 5 դագարանի հետ միասին այսօր ես ցեզի պիտի խոսիմ Աստվածաշունչի քիրքերուն մասին թե օրինակ մեր քրիստոնեական ցանկի մեջ քրիստոնյաներ քանի քիրքի կհավատան 5 դագարանի մեջ եւ քանի նոր դագարանի մեջ եբրայական ուրեմն փնակիրը եբրայեցիները ինչի կհավատան քանի քիրքերու կհավատան եւ այլն այսօր ընդհանրապես այսպես պիտի թվեմ սիրելներ բայց Աստծո կամքով հարաճիգային ավելի մանրամասն պիտի խոսիմ այս բոլորի մասին
Նախ ամեն բանի առաջ ասեմ, երբ մենք Աստվածաշունչ կսենք, պարզապես կհասկանանք մեկ քիրք, բայց իրականության մեջ Աստվածաշունչը դարբեր քիրքերու ամբողջությունն է։ Եվ հետևաբար այս քիրքերու ամբողջությունը, որոնք ներշնչված են Աստուծո Սուրբ Օգին կողմէ, Աստուծո շունչով գրված քիրքեր են, սրբազան քիրքեր են մեր բոլորին համար։ Այո, սիրելներ, մարդիկ գրած են, մարդկային ցերկն է, որ քրի արած է, սակայն Աստուծո հոգիով է, որ ներշնչված ու գրած են զանազան ժամանակներու։ Մեկը մյուսեն դերյակ չեղած, նույնիսկ թարերով իրար մե հերու, սակայն այդ բոլորը երբ հավաքված են բացության մեջ 5 դագարանի բարակային եբրայեցի գրոնավորներուն կողմէ եւ նոր դագարանի բարակային եկեղեցու այրերուն կողմէ դեսնված է սիրելներ Աստուծո փրկագործության ծրագրին մեկ ամբողջությունը 5 դագարանի առաջին քիրքեն մինչև նոր դագարանի վերջին քիրքը։ Քանի որ սիվոր քիրքերու ամբողջություն է հավաքածոյի Աստվածաշունչը, անորամար հաջող Աստվածաշունչը նկատված է իբրև մատենակիրք եւ իսկապես սիրելներ մատենատարան մնե այս քիրքը մատենատարանը որ տարբեր քիրքեր մեջ հավաքված են պատմության ընթացքին շատ քիրքեր գրված եւ ժամանակավրեպ դարձած են այսօր սիրելներ շատ քիրքեր գրվին հետակային ադոնք կամ փոփոխության գենթարգվին դերեկություններ գշատնան եւ կամ ժամանակավրեպ կդառնան նոր քիրքեր գուկանանոնց տեղ փոխարինելու սակայն Աստվածաշունչի բարակային Աստվածաշունչը սիրելներ շուրջ 3000 տարի նույնը մնացած է ու մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը նույնը պիտի մնա շատ բարի քանի քիրքեր ունի 5 դագարանը եւ քանի քիրքեր ունի նոր դագարանը այս հարցումին պատասխանը գդարբերի սիրելներ ըստ անսերու բնականաբար ըստ եկեղեցներու եբրայական Աստվածաշունչը այսինքն 5 դագարանը գահաշվե 39 քիրքեր որոնք սիրելներ ասեմ որ 5 դագարանը գրված է եբրայերեն ուրեմն լեզվով բացի քանիմը փոքրիկ մասեր որոնք գրված են արամերենով արամերենը արևելյան ասորերեն է շատ մոդիկ է ասորերենին եւ Հիսուս Քրիստոսի ժամանակալ խոսակցական լեզուն մարդոց արամերեն էր Հիսուսալ արամերեն գխոսեր իսկ նոր գդագարանը ընդհանրապես գրված է սիրելներ հունարեն լեզվով շատ բարի ուրեմն եբրայական Աստվածաշունչի մեջ 39 քիրքեր կան ես հիմա ցեզի պիտի ընթերցեմ այդ 39 քիրքերու անունները ծնունդներ կամ քիրք ծննդոց ելք կամ քիրքելից ղևդական կամ ղևդացված քիրք թիվեր կամ թվոց քիրք երկրորդումն օրենքի հեսու թադավորներ կամ թադավորած քիրք հրուտ կամ քիրք հրուտա թակավորներու առաջին քիրք թակավորներու երկրորդ քիրք ոմանք սիրելներ գկրեն Սամվելի առաջին քիրք Սամվելի երկրորդ քիրք գբացադրեմ հետո ինչու թակավորներու երրորդ քիրք թակավորներու չորրորդ քիրք մնացորդներու առաջին քիրք մնացորդներու երկրորդ քիրք կամ քիրք մնացորդած Եզր կամ քիրք Եզրասա Նեհեմիա կամ քիրք Նեհեմիա Եստեր Հոբ Սամոսներ կամ քիրք Սամոսած Արագներ կամ քիրք Արագած Ժողովող երկերկոց Եսայի կամ մարգարեություն Եսայա Երեմիա կամ մարգարեություն Երեմիա Ողբ Երեմիա Եզեգիել կամ մարգարեություն Եզեգիելի Դանիել կամ մարգարեություն Դանիելի Օվսիա կամ մարգարեություն Օվսիա Հովել կամ մարգարեություն Հովելիա Ամոս կամ մարգարեություն Ամոսա Աբթիա կամ մարգարեություն Աբթիու Հովնան կամ մարգարեություն Հովնանու Միքա կամ մարգարեություն Միքիա Նահում կամ մարգարեություն Նավումա Ամփագում կամ մարգարեություն Ամփագումա Սոփոնիա կամ մարգարեություն Սոփոնիա Անքե կամ մարգարեություն Անքիա Զաքարիա կամ մարգարեություն Զաքարիա Մաղաքիա կամ մարգարեություն Մաղաքիա Սիրելիներ
Ձեր աստվածաշունչներու մեջ, ինչ աստվածաշունչ որ ունիք ձեր ցերկը, արևելահայերենով կամ արևմտահայերենով, միշտ քրքին սկիզբը, եթե բանակ սիրելիներ, անպայմանորեն գտեսնեք քիրքերու ցանգը, անպայմանորեն։ Հետևաբար գրնակ բանալ եւ սորվիլ, հավատացեք, եթե անկիր կոդ սորվիկ անուներու գարկը, հանգարց եթե մեկը ցեզի օրինակ սերդողության կացած է գրոնավորը սավ բացեք առաջին մնացորդած գիրքը բեկչունիկ ցանգին երթալու նայելու գիտեք որ օրինակ թակավորած գիրքերեն վերջը մնացորդած գիրքը գուքա հետևաբար եւ որ թակավորած բացվեցավ ցեր գիրքը ամիջապես մնացորդածին գաստիկ կամ եւ որ ըսվի օրինակ սաղմոսած գիտեք որ օրինակ անգե վերջ պիտի կա ատկե վերջ պիտի կան ուրեմն հրութը բիդիկա հոպը եւ բիդիկա հետո սաղմոսածը հետեւաբար եթե կոդ սորվիկ շատ լավ գնեք հիմա քրիստոնեական եկեղեցիներու մեջ 5 դագարանի քիրքերուն այս թիվը միայն 5 դագարանի քիրքերուն այս թիվը գդարբերի փոքական եկեղեցիները ընդհանրապես միայն 39 քիրքերը կընդունին իսկ ուղղափառ եկեղեցիները եւ կաթոլիկ եկեղեցիները ուղղափառ որ գսեմ եւ արևելյան ուղղափառները այսինքն հայերը զղբդիները ասորիները հաբեշները մալաբարները եւ նաեւ բյուզանդական ձեսի ուղղափառները օրթոդոքսները ինչպես հույները ռուսերը վրացիները բուլգարները եւ այլն ինչպես նաեւ կաթոլիկ եկեղեցիները նաեւ այս 39 քիրքերեն բացի նաեւ գտնունին երկրորդականոն գոչված քիրքեր ոմանք 7 քիրքեր իսկ ուրիշներալ մինչև 11 քիրքեր ես հետակային սիրելներ պիտի խոսիմ թե ինչպես կանոնը գազմվեցավ առաջին կանոնը գազմվեցավ եւ 39 քիրքեր հավաքվեցան պիտի խոսիմ երկրորդականոն գոչված ինչ է որ երկրորդ կանոնի ժամանակ հավաքվեցան այս 7-ն 11 քիրքերը Նաև պիտի խոսիմ սիրելիներ ցեզի բարագանոն, այսինքն օրենքեն դուրս, որ ճշմարիտ չեն քիրքեր կրվեցան, անոնց մասինալ բոլոր պիտի խոսիմ ասիկա սիրելիներ, միան այստեղը իմացեք, որ բացի 39 քիրքերեն, նաև ուղղափառ եկեղեցիները եւ կաթոլիկ եկեղեցիները կընդունեն 7-ն 11 ուրիշ քիրքեր, որոնք կոչվին երկրորդականոն քիրքեր։ Որոնք են այդ քիրքերը, գուզեմ սիրելիներ անունները ցեզի ընթերցել ուրեմն առաջին քիրք Եզրի կամ Եզրասա երրորդ քիրք Եզրի ոչ թե երկրորդ այլ երրորդ քիրք Եզրի կամ Եզրասա որտեղ երկրորդը գործված է Հութիտ Դոփիտ առաջին քիրք Մագապայեցներու երկրորդ քիրք Մագապայեցներու երրորդ քիրք Մագապայեցներու Իմաստություն Սողոմոնի, Փարուք կամ Թուղթ Փարուքա, Սիրակ կամ Քիրք Հեսվա Որդվո Սիրակա եւ վերջապես Աղոտ Մանասե թագավորին, որ մշտապես մեծ բահոց օրերուն մեր եկեղեցվո մեջ գընթերցվի որպես ապաշխարության աղոթք։ Հիմա Ըսի սիրելներ, որ փոքական եկեղեցիները եւ փոքականութենե ժողովրված բոլոր մյուս խմբավորումները գհետևին եբրայական աստվածաշունչի կանոնին եւ հետեւաբար 5 դագարանի մեջ կընդունին միայն 39 քիրքերը, կանոնական առաջին կանոնական քիրքերը։ Երկրորդական կանոնական քիրքերը, երկրորդականոն քիրքերը չեն ընդունիր շատ փոքական եկեղեցիներ Ոմանք նույնիսկ այդ երկրորդականոն քիրքերը կհամարեն որպես բարականոններ, սխալ կրություններ, իսկ ուրիշներ ալ սիրելներ զանոն կնկատեն որպես հոգևոր ուսման եւ հոգևոր աճման համար շատ սքանչելի քիրքեր, սակայն իրենց պատրաստած աստվածաշունչերուն մեջ զանոնք չեն ներառեր, չեն հրատարակեր։ Քալով նոր գդագարանին այս ալսեմ վերջին օրեն կվերադառնամ քալով նոր գդագարանին սիրելներ բոլոր եկեղեցիները ուղղափառ եկեղեցիները կաթոլիկ եկեղեցիները եւ փոքական բոլոր եկեղեցիները նույնանման գտնունին 27 քիրքեր որոնց մասին քիչ մը վերջ գանտրատարնամ
5 դագարանի քիրքերուն գարքին մասին խոսիմ հիմա ցեզի։ Ասի արդեն սիրելներ, որ եբրայական աստվածաշունչը 39 քիրքեր է գփաղկանա։ Եվ այս քիրքերուն գարքը եբրայացիներուն մոտ եւ քրիստոնեական եկեղեցիներուն մեջ դարբեր են։ Գարքը դարբեր են, նույն քիրքերը գտնվին, բայց գարքը դարբեր են։ Հիմա եբրայեցիներու մոտ 39 քիրքերը կներկայանան 3 մեծ գլխավոր խմբավորումներով։ Առաջին խմբավորումը իրենք գոչեն սիրելներ եբրայեցիներով Թորա։ Թորա կնշանակե օրենք եւ այս Թորային մեջ կգրկվին առաջին 5 քիրքերը։ Հետևաբար երբ քիրք մգարտակ կամ լսեք եբրայեցիմը որ Թորա գսե գահասկնա սիրելներ առաջին 5 քիրքերը ծննդոց, ելից, հեվդացված, թվոց, երկրորդ օրինաց։ Երկրորդ մասը աստվածաշունչին որ գփաշնեն աստվածաշունչը գոչվին սիրելներ մարգարեներ նեվիիմ կամ նեբիիմ նեբի կամ նեվի կնշանակե մարգարե նեվիիմ հոգնագի ծևն է սիրելներ եւ այս նեվիիմ քրկին մեջը երկու ենթապաժանումներ գնեն եբրայեցիները։ Առաջինը նախ գիշեն նախքին մարգարեները, այսինքն սիրելներ նախքին մարգարեները սելով եբրայեցիները կհասկնան Հեսուն, Հեսուի քիրքը, թագավորներու քիրքը, թագավորներու 4 քիրքերը։ Հիմա ըստ եբրայական ասոնք մերկովը բատմական քիրքեր են, բայց ըստ եբրայեցիներու եւ եբրայական հասկացողության այս բատմական քիրքերը մարգարեական կորձեր են, որովհետեւ մարգարեական հայացքով գրված բատմություն են։ Այդ բաժարով սիրելներ 5 դագարանի առաջին եւ երկրորդ թագավորած քիրքերը եբրայերենին մեջ գոչվին առաջին եւ երկրորդ Սամուելի քիրքեր։ Ըստագե անորամար երբ գարտակ սիրելներ թարգմանություններ երբեմն ոչ թե գանտիբիկ որպես առաջին թագավորած, երկրորդ թագավորած, երրորդ թագավորած, չորրորդ թագավորած, այլ գանտիբիկ առաջին Սամուել, երկրորդ Սամուել, հետո առաջին թագավորած, երկրորդ թագավորած, որ իրականության մեջ այդ առաջին թագավորած կոչվածը երրորդ թագավորածն է եւ երկրորդ թագավորած կոչվածը չորրորդ թագավորածն է, որովհետեւ իրենց մի առաջ այդ թագավորած քիրքերը գոչվին առաջին Սամվելի եւ երկրորդ Սամվելի քիրքեր։ Ուզեցի ասիգա սիրելներ հստակ լացեզի, որովհետեւ հաջող մարդիկ որ նույնիսկ օդալ լեզուներով կգարտան, միշտ կտեսնեն որ առաջին Սամվել, երկրորդ Սամվել գրված է, հետո առաջին թագավորած եւ երկրորդ թագավորած։ Իսկ հայերենի մեջ ընդհանրապես թարգմանված է առաջին թագավորած, երկրորդ թագավորած, երրորդ թագավորած եւ չորրորդ թագավորած։ Եվ սիրելներ այս ասոնցմե զատ ուրեմն այս առաջին գլխագարկումեն զատ երկրորդ գլխագարկումը կգոչվի հետակա մարգարեներ։ Առաջինը նախկին մարգարեներ, իսկ երկրորդ մասը կգոչվի հետակա մարգարեներ, եւ այս մարգարեության մեջ կառնվին Եսայի մարգարեն, Երեմիա մարգարեին քիրքը, Եզեկիել մարգարեն եւ ատկե վերջը սիրելներ 12 փոքրիկ մարգարեները, որոնք են ուրեմն նորեն կգարտամ սիրելներ ցեզի այդ մարգարեները Օվսիա, Հովել, Ամովս, Աբտիա, Հովնան, Միկիա, Նաումա, Ամպագումա, Սոփոնիա, Անկիա, Զաքարիա եւ Մաղաքիա։ Իսկ երրորդ գլխագարկումը ուրեմն ասի առաջինը կգոչվի Թորա, օրենք կնշանակե, երկրորդը կգոչվի մարգարեներ, նեվիիմ, երրորդը սիրելներ, երրորդ մասը հրեական աստվածաշունչին կգոչվին քիրքեր կամ եբրայերենով քթուբիմ։ Եվ այս քիրքերու բաժնի մեջ կներառնվին սիրելներ հետևյալ բաժինները սուրբ քիրքին. Հոփը, Սաղմոսները, Արագները, Ժողովողը, Երկերկոցը
ինչպես նաև Հռութը, Ողբ Երեմյան, Եսթերը, երկու մնացորդած գիրքերը, Եզրասը, Նեեմյան եւ վերջին գիրքը Դանիելը, Մարգարեական գիրքը թեև Դանիելը, բայց անիգա սիրելներ եբրայերենի մոտ անիգա կնկատվի որպես գիրքեր քթուբիմ։ Հետևաբար ամփոփելով հրյա ժողովրդին մոտ 5 դագարանը 3 մասի կբաժնվի եւ հрьяաներ իրենց աստվածաշունչը գոչեն Թանախ։ Ինչու Թանախ գկրվի 3 դարերով սիրելներ Თ Ն Խ եւ ասոնք սիրելներ առաջին դարերն են այս 3 մասերուն, այսինքն Թորային Თ Նևիմին հետևաբար Ն եւ Քետուբիմին Խ, որովհետեւ գամ կգոչվի Քետուվիմ, գամ կգոչվի Խտուվիմ, երկուքն ալ նույնն է։ Հետևաբար աստվածաշունչը հрьяաները կգոչեն Թանախ, ամբողջ 5 դագարանը կգոչվի Թանախ։ Հստակ է, մենք կգոչենք 5 դագարան, իրենք կգոչեն Թանախ։ Այս բոլորը սիրելներ ուզեցի, որ լավ հասկանաք, որբեսի երբ որ նույնիսկ ուսանողներ կան, որ հաջող մտիկ կնեն, դեպրեվանքի սարգսակներ կան, սաներ կան եւ գիրակրորիայի ուսուցիչներ կան, այս բոլորը սիրելներ եթե իմանաք, ավելի գեհեշտանա ցեզի ուսումնասիրություն գդարելը։ Ավասիկ ցեզի տասնտածքի պես է որ այսօրվան հոգեվոր նախաճաշը կներկայացնեմ։ Իսկ քրիստոնեական ուրեմն հասկացողությամբ սիրելիներ, մենք աստվածաշունչը 5 դագարանը ոչ թե 3 մասի միան կբաժնենք, այսինքն ինչպես հрьяաները օրենք, մարգարեներ եւ գիրքեր, այլ աստվածաշունչը սիրելներ դարբեր ցևով մենք կբացատրենք։ Այսպես առաջին 5 գիրքերը, օրենքի գիրքերը քրիստոնեական եկեղեցու մեջ կգոչվին հնկամադյան 5 գիրքերը բաղկացած հնկամադյան կամ կգոչվի նաև Քիրք Մովսեսի կամ կգոչվի 5 Քիրք։ Ասկա լավ իմացեք սիրելիներ, հաջորդ ուրեմն 12 քիրքերը սկսյալ 6-րդ քիրքեն որ Հեսուի քիրքն է, մինչև Եսթերի քիրքը սիրելիներ, այդ քիրքերը մերկովը կգոչվին պատմական քիրքեր, որոնք են այդ քիրքերը գարտամ ցեզի Հեսու, Թադավորներ, Հռութ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ թագավորած, առաջին, երկրորդ մնացորդած, Եզր, Եզրասը, Նեեմյան եւ Եսթերը, ասոնք սիրելիներ կգոչվին պատմական քիրքեր, ատկե վերջ ասոնց կհաջորդեն 5 քիրքեր, Հոբեն մինչև երկերկոց, այդ քիրքերն են սիրելներ, Հոբ, Սաղմոսներ, Արագներ, Ժողովող եւ երկերկոց։ Այս քիրքերը քրիստոնեական եկեղեցու մեջ կգոչվին իմաստության քիրքեր եւ կամ փանաստեղծական քիրքեր։ Իսկ սիրելիներ վերջին 17 քիրքերը կգոչվին մեր մոտ մարգարեական քիրքեր։ Գսկսի 4 մեծ մարգարեներով Եսայի, Երեմիա, Ողբ Երեմյան գամեջ անշուշտ, Եզեկիել, Դանիել եւ աբասիրներ 12 փոքր մարգարեները։ Հետևաբար այսպես է որ մեր քրիստոնեական եկեղեցու մեջ կբաժնվին։ Չմոռնաք, 5 դագարանի քիրքերը Մովսեսի հնկամադյանը, ապա պատմական քիրքեր, ապա փանաստեղծական կամ իմաստության քիրքեր եւ վերջը մարգարեներ։ Ասկա հստակ տողլա բոլորիդ։ Քանի որ ասի որ եբրայերեն աստվածաշունչը սիրելներ 39 քիրքերը կփաղկանա եւ 3 գլխավոր մասերու կբաժնվի օրենք, մարգարեներ եւ քիրքեր, ասեմ որ անոնց գարքնալ դարբեր է։
իրենց գարկը ամբողջությամբ դարբեր է մեր ունեցած քրիստոնեական գարկեն։ Եվ նաև ասեմ սիրելներ, որ Սաղմոսած գիրքը իրենք չեն գոչեր սաղմոսներ, այլ կգոչեն օրհնություններ, եբրայերենով թհիլիմ։ Նաև ասեմ, որ առաջին 5 գիրքերը, Թորայի առաջին 5 գիրքերը չեն գոչեր ծննդոց, ելից, հևդացված տվոց երկրորդ օրինաց, այլ սիրելիներ, եբրայցիները սովորություն ունին ամեն մեկ գիրքը գոչելու առաջին բարերով, որ գսկսի գիրքը։ Օրինակ, ծննդոց գիրքը ինչ բարերով գսկսի, սկիզբեն Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց։ Հետևաբար, եբրայերենի մեծ սիրելիներ, ծննդոց գիրքը կգոչվի սկիզբեն։ Եբրայերենով եթե ցեզի գարտամ, Բրեշիտ եբրայերենով կնշանակե սկիզբեն։ Իսկ սիրելիներ, Ելից գիրքը եբրայերենի մեջ կսկսի անունները ցեղերուն ասոնքեն, ադորամար Ելից գիրքը եբրայերենի մեջ ոչ թե կգոչվի ելից, այլ կգոչվի անուններ։ Կգարտամ ուրեմն եբրայերենով գիրքը կգոչվի Շմոտ։ Երրորդ գիրքը, Ղևդացներու գիրքը, չի գոչվի Ղևդացիս, այլ սիրելիներ կգոչվի եւ գանչեց, որովհետեւ այդպես կսկսի եբրայերենի մեջ եւ գանչեց Աստված եւ այլն։ Հետևաբար եւ գանչեց Վայիկրա բարերով կսկսի։ Չորրորդ գիրքը, թվոց գիրքը, թիվերու գիրքը ոչ թե եբրայերենի մեջ թվոց կգոչվի, այլ կգոչվի սիրելիներ անաբադին մեջ, որովհետեւ այդ բարերով կսկսի գիրքը, հետևաբար բմիդբար այդպես կգոչվի գիրքը եբրայերենով բմիդբար։ Իսկ 5-րդ գիրքը սիրելիներ, որ մենք կգոչենք երկրորդումն օրինաց կամ երկրորդ օրենք գիրք, իրենք կգոչեն խոսքեր դվարիմ։ Հետևաբար մենք որ գսենք քրիստոնյաներս ծննդոց, ելից, ղևդացված տվոց երկրորդ օրինակ, իրենք կսեն Բրեշիտ, Շամոտ, Վայիկրատ, Բմիդբար եւ Դավարիմ։ Իսկ ասոնք օրենքի գիրքերն էին, վերջը սիրելիներ մարգարեներու ուրեմն գիրքերը կան, Հեսուն թագավորները, Սամվելի առաջին եւ երկրորդ գիրքերը, թագավորներ եւ այլն, ապա կան սիրելիներ գիրքերը, որ մենք կգոչենք առաջին իմաստության գիրք, օրհներկությունները, Սաղմոսած գիրքն է եւ այլն եւ այլն։ Եվ ասեմ սիրելիներ, ճիշտ է որ եբրայցիները 39 գիրք ունին 5 դագարանի մեջ, բայց այդ 39 գիրքերը ամփոփած են 24 գիրքերու մեջ, որովհետև գարկմը գիրքեր միասին գրած են։ Օրինակ դամ ցեզի։ Իրենք օրինակ չունին Սամուել առաջին եւ երկրորդ։ Իրենց կով մեկ Սամուել կա, որ առաջին եւ երկրորդն է։ Իրենք չունին թագավորած երրորդ եւ չորրորդ, այլ ունի միայն թագավորած երրորդ եւ չորրորդ թագավորները միասին կգործածվին։ Կամ օրինակ 12 մարգարեները իրենք առանցին չեն իշեր, այլ գիշեն որպես 12 մարգարեներ եւ ամբողջությամբ որպես մեկ գիրք կհամարվի։ Կամ սիրելիներ օրինակ մնացորդած գիրքը, առաջին եւ երկրորդ մնացորդած գիրքը չի նկատվիր որպես առաջին եւ երկրորդ, այլ որպես մեկ գիրք կհամարվի, ինչպես նաեւ Եզրասը եւ Նեեմիան սիրելիներ։ Հետևաբար ուզեցի այսալ բացատրել, շատ ուրիշ հաշվելու ծևերալ եղած են հրեության մեջ, օրինակ իրենց ամենամեծ բատմիչները մեկը Հովսեփիոս բատմիչը, քանի որ եբրայերեն այփենարանը 22 դարեր է փաղկացած է, հետևաբար ամփոփած է այս 39 գիրքերը 22 դարերու մեջ։ Ամենայն թևս ադիգա մանրամասնություն են սիրելներ, որ չեմ ուզեր
անոնց մեջ մտնել։ Իսկ քալով նոր գդագարանին եւ այսօր այդքան գսեմ, նոր գդագարանի քիրքերը սիրելներ, ինչպես ասի, միայն քրիստոնյաներս բնականաբար կընդունենք, հрьяաները չեն ընդունիր բացարձակ կերպով, եթե ընդունին արդեն քրիստոնյա գդարնան, եւ բայց ասեմ շատ հрьяաներ այսօր եւ որ գարտան, իսկապես կտեսնեն, որ գադարումն է նոր գդագարանը 5 գդագարանին, եւ Փառք Աստծո բոլոր քրիստոնեական եկեղեցիները կընդունին 27 քիրքեր։ Եվ այդ 27 քիրքերը սիրելներ կփաղկանան հետևյալ մասերով։ Առաջին 4 քիրքերը կգոչվին ավետարաններ, որոնք են Մատթեոս, Մարգոս, Ղուկաս եւ Հովհաննես։ Աբա սիրելներ կորցք արաքելոց կամ արաքյալներու կորձեր։ Ատկե վերջ գան սիրելիներ Բողոս արաքյալի 13 նամակները, որոնց մե սիրելիներ 9-ն ուղված է եկեղեցիներուն, իսկ 4-ը անհատներուն, որոնք են այդ քիրքերը, եւ բոլոր եկեղեցիներու մեջ ասեմ գարկը նույնն է։ Հետևաբար առաջին Գորընթացիս, երկրորդ Գորընթացիս, առաջինը ներողություն Հռոմեացիս, աբա առաջին Գորընթացիս, նամակ առաջին Գորընթացներուն, նամակ երկրորդ Գորընթացներուն, աբա նամակ Քաղադացներուն, նամակ Եփեսացներուն, նամակ Փիլիպեցներուն, նամակ Գողոսացներուն, առաջին նամակ Թեսաղոնիկեցներուն, երկրորդ նամակ Թեսաղոնիկեցներուն, առաջին նամակ Դիմոթեոսին, Պողոս արաքյալ աշակերտներ, երկրորդ նամակ Դիմոթեոսին, նամակ Դիդոսին, նամակ Փիլիմոնին, այս 4 նամակները, որ ուղված են աշակերտներուն սիրելներ, հետևաբար անոնք նամակներ են, որոնք ուղված են անձերու, իսկ մնացյալները եկեղեցիներու։ 14-րդ նամակ մնալ գա, որ Պողոս արաքյալի գվերակրվի, բայց շատ մկիտնականներ վերաբահեն, այդ նամակը եբրայեցիներուն ուղված նամակն է։ Եվ ատկե վերջ սիրելներ այս Պողոս արաքյալի նամակները մեջ կան 7 ընդհանրական նամակներ, որոնք ուղված են բոլոր եկեղեցիներուն, քրիստոնյա բոլոր եկեղեցիներուն, որոնք են այդ նամակները։ Հակոբոսի նամակ 1 նամակ է, Պետրոս արաքյալի 2 նամակներ, առաջին Պետրոսի, երկրորդ Պետրոսի նամակներ, Հովհաննես արաքյալի կողմէ գրված 3 նամակներ, առաջին Հովանու նամակ, երկրորդ Հովանու նամակ, երրորդ Հովանու նամակ, եւ վերջապես Հութա դիարնեղբոր, ըսկուշ եղեք, Հութան չէ որ Հիսուսի աշակերտներ, այլ Հութա դիարնեղբայրը, Հակոբոս դիարնեղբոր, եղբոր կողմէ գրված նամակը, եւ վերջին քիրքը սիրելներ, քիրք հայտնությանը, Հովանու հայտնություն Հովանու քիրքը։ Ահավասիկ այսալ նոր գդագարանի 27 քիրքերն են, որոնք ուզեցի ցեզի ներկայացնել։ Սիրելիներ, եթե հաշվենք, ուրեմն 5 գդագարանը 39 քիրքեր ունի կանոնական, եւ եթե երկրորդականոն 11 քիրքերն հաշվենք, թիվով գլան 50 քիրքեր, իսկ նոր գդագարան ունի 27 քիրքեր, 50-ին վրա եթե հաշվենք, ուրեմն սիրելներ գլան 77 քիրքեր։ Փողոքականյան դպակրությամբ գդարված Աստվածաշունչի քիրքերը ընդհանուրը սիրելներ 66 քիրքեր են, 39 5 գդագարան, 27 նոր գդագարան։ Իսկ արաքելական եկեղեցվո Էջմիածնի մեջ դպված կամ արաքելական եկեղեցվո մեջ դպված քիրքերը ունին սիրելիներ 77 քիրքեր։ Հետևաբար ուզեցի սիրելներ այս բոլորը ցեզի ներկայացնել, ճիշտ է որ մեկ լսելով թերևս ցեզի դժվար է այս բոլորը ընկալելը, բայց նորեն ունգընտրեցեք, մշտապես ունգընտրեցեք, շատ բան գսորվիկ այսպիսով։ Ես աբակային ցեզի նաև կբացատրեմ, որ ինչպես կանոն դարձան այս քիրքերը, ինչպես հավաքվեցան, ովքեր հավաքեցին 5 դագարանի քիրքերը, երբ դեղի ունեցավ երկրորդ կանոնը, երբ
քրվեցան բարագանոն քիրքեր, ինչ տեսակ բարագանոն քիրքեր կան, սուտ քիրքեր կան։ Երբ գազմվեցավ նոր գդագարանը, ովքեր հավաքեցին, ինչ քիրքեր կան, որոնք նոր գդագարանեն վերջ քրվեցան սուտ ուսուցիչներու կողմէ, կամ աղանտավորներու կողմէ, եւ այլն։ Շատ բաներ ունիմ ցեզի սորվեցնելիք, սիրելի քույրեր եղբայրներ։ Կխնդրեմ, որ այս խոսքերը լսեք, սորվիկ, ձեր հոգևոր գիտության համար շատ կարևոր է։ Գիտեք, երբ որ ծովեզեր կերտակ եւ կամ ծովի թիմած կամ օվկիանոսի թիմած, երբ տեսնեք օվկիանոսին կամ ծովու մեծությունը, գհիանաք, ինչ կսեք, այս որքան քեղեցիկ է, բայց իրականության մեջ դակավին քեղեցկությունը չենք տեսած։ Անոնց վիթխարի լալ, անոնց անունը լալն է, որ մեր վրա դպավորած է։ Եթե ուգուզենք օվկիանոսի կամ ծովու քեղեցկությունը տեսնել, պետք է խորասուզվենք, պետք է խորանանք դակը, եւ որքան խորունգ երթանք, այնքան քեղեցկություններ կբացվի մեր դիմաց։ Նույնպես է սիրելներ Աստվածաշունչի սերտողությունը։ Այո, Աստվածաշունչը սքանչելի գիրք է, սուրբ գիրք է, բայց որքան խորանանք, այնքան սիրելներ մեր հոգիի մեջ հոգևոր լույսեր կբացվին, այնքան մեր միտքը, սիրտը իմաստությամբ կլեցվի, աստվածային իմաստությամբ։ Այս է պատճառը, որ այս օրերուն ցեզի կբացատրեմ սուրբ գիրքը, սիրելի քույրեր եղբայրներ։ Հետևաբար, լսեցեք, սորվեցեք, ձեր այս մեծ բահոց օրերուն ընթացքին իրարու հետ հանդիպման ժամանակ այս նյութերու մասին խոսեցեք, ձեր զավակներուն խոսեցեք, ձեր թորներուն խոսեցեք, ձեր ընկերուներուն խոսեցեք, ձեր բարեկամներուն, ծանոթներուն, հարևաններուն խոսեցեք, որբեսի ճշմարտությունը գիտնան։ Որքան ճշմարտությունը գիտնանք, սիրելներ, այնքան ամուր կմնանք մեր հավատքի մեջ, անսասան կմնանք եւ չեն կրնար աղանտավորները խախտել մեզ մեր հավատքեն կամ շփոթեցնել մեզ։ Եվ այս բոլոր դարբերություններն ալ ցեզի կբացատրեմ, որբեսի գիտնաք, թե ուղղափառ եկեղեցվո մեջ եք, ինչ բաներ ունենք, ինչ բաներ կհավատանք, եթե կաթոլիկ եկեղեցվո մեջ եք կամ փողոքական, այս բոլորը իմանաք սիրելներ եւ գիտնաք, որ Աստուծո խոսքը անհատնում քանց է բոլորիս համար։ Վերջին խրադս է սուրբ գիրք կարդացեք, ամեն օր սուրբ գիրք կարդացեք, նույնիսկ եթե շատ բաներ չեք հասկնար, սիրելներ, շարունակեցեք կարդալ, ձեր չհասկնալը չհուսահատեցնե ձեզ։ Հոգևոր հայրերու քրագանություն կարդացեք, մեկնաբանական ուղղափառ հայրերու մեկնաբանական գիրքեր կարդացեք, սուրբ քրոց սերտողությանց մասնակցեցեք, սուրբ բادرակներուն մասնակցեցեք եւ պիտի տեսնեք, որ գամած ձեր միտքը պիտի բացվի, խավարեն դուրս պիտի գա եւ շատ բաներ, որ անհստակ էին, պիտի հստականա, շատ բաներ, որ չէի գիտեր, պիտի գիտնաք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։